Սակայն հաշտեցման ճանապարհը լի է խոչընդոտներով։ Փորձագետներն ընդունում են, որ տասնամյակներով կուտակված անվստահությունն ու վիրավորանքը մեկ օրում չեն անհետանալու։ Երբ որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքասարակության ներկայացուցիչներն էին Հայաստանում, մենք տեսանք իրենց նկատմամբ, այսպես իրենց նախկին հայտարարությունների, իրենց նախկին ելույթների, իրենց նախկին գործողությունների վերհանում եւ դրանց հրապարակայնացում, ասում այս մարդիկ են խաղաղության կառուցողը, ես ուզում եմ ասել, որ նույն բանը եղավ նաեւ մեր հանդեպ Ադրբեջանում, այսինքն երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, պատերազմի օրերին արած գործողություններն էին, այսպես տարբեր ադրբեջանական լրատվականներով եւ տելեգրամ ալիքներով շրջանառում, ասում այս մարդիկ են եկել մեր հետ խաղաղություն կառուցելու, ու սա գիտեք բնական ֆենոմեն է։ Քոչինյանի հիշեցրած դեպքը Երևանյան այցի ժամանակ այստեղ եկած կնոջ մասին է, որը որպես ակտիվիստ էր մասնակցում Արցախի շրջափակմանը եւ դա մեծ աղմուկ էր բարձրացրել։ Այդ մասին Ռիոփն հարցրել էր Հայաստան եկած ադրբեջանցիներից մեկին։ Նախ հայտնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանից ժամանած պատվիրակությանը որևէ կերպ չի միջամտել։ Եվ միևնույն ժամանակ Հայաստանի կողմը նույնպես չի միջամտել Ադրբեջանից եկող պատվիրակության կազմին։ Տիկին Դիլարան տասնյակ տարիներ եղել է Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարթակների մասնակից։ Նա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ է եւ այդ ուղղությամբ շատ մեծ փորձ ունեցող անձ։ Նա ակտիվ դեր է ունեցել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացում։